Տիկին Ավանեսյան, ինչ կա չկա ապահովագրության գործերից առողջության։ Պարոն վարչապետ, ասեմ, որ այսօրվա ժամը 10-ի դրությամբ մենք ունենք 87,048 ապահովագրական գրանցված դեպք, այց, որից ուրեմն 7739 ամբուլատոր այցեր են և 8612-ը հիվանդանոցային դեպքեր են։ Պետք է նշեմ, պարոն վարչապետ, որ մենք այս աճի տեմպը ըստ էության մեր ակնկալածի շրջանակներում է, մենք ուրեմն հետևում ենք ամենօրյա ուրեմն թե սպասարկված դեպքերի թվին, թե նաև փաստացի առաջացած քաղաքացիների, բուժաշխատողների, բժշկական կենտրոնների վարչական անձնակազմի կողմից մեր բոլոր բարձրացված հարցերին, ընթացիկ շտկումներ ենք իրականացնում, որ համակարգը ավելի մարդակենտրոն եւ ավելի քիչ պրոցեսներ իր մեջ ներառող լինի այս ճանապարհը, բայց ընդհանուր առմամբ պարոն վարչապետ նաև այցերը եւ հարցումներն ու մեր քաղաքացիների հետ ըստ էության խոսակցությունը փաստում են, որ շատ մեծ հերթեր պոլիկլինիկայում այս պահին չունենք, լինում են պիկ ժամեր, բայց փորձառությունը ընդհանուր առմամբ դրական է, հիվանդանոցային օղակում առավել եւս մեր քաղաքացիները երբեմն զարմանում են, որ այո գործում է եւ նրանք ծառայությունը կստանան առանց վճարումներ իրականացնելու, քանի որ պետությունը իրենց ապահովագրավճարները վճարել է, բայց մենք աշխատանքները որոշ ծառայություններ, որոնք այն որ ստացել են եւ մտել է ապահովագրական փաթեթի մեջ։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ էլի մենք պետք է անդադ ասենք, որ ընդհանուր առմամբ երկրում բժշկական ծառայությունների մոտ 30%-ն է, որ ծածկվում է առողջության ապահովագրության համակարգի կողմից, բայց ամենաշատ պահանջարկ ունեցող 30%-ը։ Իսկ մենք այս ընթացքում նաև ինչպես պայմանավորվել ենք լրատվամիջոցները, սոցիալական ցանցերը մոնիտորինգի ենթարկում ենք եւ այնտեղ որտեղ կա ռացիոնալ եւ հիմնավորված քննադատություն, որպեսզի հատ դուրս բերենք եւ ամեն ինչի հետևից գնանք, որովհետեւ ինձ նախորդ օրը օրինակ լարեց ինչը, որ ես փոխվարչապետի նամակը տեսա կապված իր անձամբ իր տեսած դեղատանը իրավիճակի հետ, այդտեղ բայց ինչն է ինձ անդադ լարում, որ տեսեք փոխվարչապետը, նախարարը, վարչապետը պետք է անձամբ տեսնեն եւ ինձ ամենաշատը լարում այն, որ միջև անձամբ մեզնից որևէ մեկը չի առնչվում, այդ ինֆորմացիան ինստիտուցիոնալ չի գալիս մեզ հասնում։ Այսինքն ես երեք նույնիսկ այդ նամակը կարդալուց հետո մտածեցի, որ մենք կամավորության մասին օրենք ենք չընդունել եւ գործում այդ օրենքը, գուցե կամավորների խմբեր ձևավորենք, ովքեր մեր հանձնարարությամբ տարբեր ուղղություններով գնան ուղղակի եւ մեզ համար ինֆորմացիա հավաքեն բերեն, որովհետեւ կամավորի ինստիտուտը ուրիշ է։ Հիմա տեսեք, կա ես այն օրը էլի ասացի, որ ես լուրերով հետևում եմ, բայց այդ բանի տոնայնությունը սենց բան է անում, էլի, այդ ասացի քաղաքական ենթատեքստը, որ այդ ռեպորտաժի միակ նպատակն է նա ցույց տալ, թե ինչպես է երկիրը կործանվում աչքի առաջ եւ ոչ մեկ բան չի եւ մարդիկ ռեակցիա չեն տալիս։ Այսինքն դա քաղաքականացված տեղեկատվություն է, որը տոնայնությունից սկսած ինքը արդեն շատ հարց է, բայց գուցե մենք մեր ինստիտուցիոնալ համակարգը պետք է զարգացնենք։ Այո, մեր ինչ կլինի, մի քանի կամավորների խմբեր ձևավորենք, հենց կամավորության մասին օրենք կա։ Եթե չեմ սխալվում, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է համակարգում, այնտեղ կամավորներ համակարգենք, մի խմբին ուղղորդենք, թող գնան դեղատներում մոնիտորինգ անեն, մյուս խմբին առողջապահական առաջնային օղակում մոնիտորինգ անեն, պատահականության սկզբունքով, մյուսին բժշկական կենտրոններում մոնիտոր, մի հատ է կողքից հայացք, որպեսզի մենք անդադ օրինակ իմ մտքով էլ այլի անցնում, ասում եմ մի օր մտնեմ եւ այլն, բայց նկատի ունեմ պետք է ինստիտուցիոնալ դարձնել այդ։
Եվ հիմա եկեք կամավորների խմբեր, փոքր ես չեմ ասում, որ շատ մեկ էլ ամբողջ հանրապետությունը կամավորագրվի բան դեղատուն եւ պոլիկլինիկա մտնելու, որպես մենք ինֆորմացիա ունենանք մարզերում եւ Երևանում, այդ լրացուցիչ, այդ օղակնել ունենանք, համել մարդիկ ներգրավեն եւ գուցե ուրիշ հայացքով այդ ամեն ինչի մասին մեզ պատմեն։ Կան այլ դիտարկումներ, հարգելի գործընկերներ, համեցեք։ Ես մի գործիքի մասն եմ ուզում ասել, որ նախարարությունը արդեն ունի Telegram-յան խումբ ունեն, մի 1000-ից ավել մարդ կա, բոլորը գրում են մոտավորապես կարծիքները իրենց, կարելի է։ Բայց իրանք բժիշկներն են։ Եվ բժիշկներ եւ քաղաքացիներ։ Ով ուզի ցանկացած մարդ կարող է միանալ։ Սկզբունքով են կընտրել։ Չէ, ով ուզի կարող է միանալ եւ իրենց կարծիքը գրում է, այսինքն նաեւ օգտագործենք այդ թվային տեխնոլոգիաները։ Բնավորի մասին ասում եք, Տիկին Նավարես։ Հա, բայց ենթադրենք ոչ մեկ չէր ասել այն խնդրի մասին, ինչ փոխվարչապետը սեփական աչքով տեսել էր։ Հա, բայց մենք կամավորության մասին օրենքը ընդունել ենք, չէ՞։ Ասենք այդ օրենքը ընդունել ենք ինչի համար, որ օգտագործենք հիմա կամավորների խմբեր թող գնան, թող մարդկանց հարցնեն ուղակի։ Նախ իրանց այդ հաղորդակցությունը բոլորի համար ավելի հեշտ է, որովհետև պաշտոնյայի հետ հաղորդակցվելիս լարվում են, լրատվամիջոցի հետ հաղորդակցվելիս լարվում են, բժշկի հետ հաղորդակցել, թող մարդիկ գնան ինֆորմացիա բերեն, երիտասարդները ինչ վատ կլինի։